Երկու կոմպոնենտով պիտի նայել իրավական եւ բարոյական։ Իրավական առումով միանշանակ չի կարելի մարդու անձնական կյանքի մեջ այսպես ներխուժել առանց դատարանի որոշման նկարահանող ինչ-որ սարքեր տեղադրել եւ հետաքրքիր է, որ այդ ձայնագրությունը եղել է նախորդ իշխանությունների փաստորեն օրոք, որովհետեւ ասում են 10 տարվա վաղեմություն ունի։ Ես չգիտեմ, այդ կներեք իհարկե կապի մեջ այդպես խորացած չեմ երբ է տեղի ունեցել, բայց ըստ մամուլի դա 10 տարվա վաղեմություն ունի։ Բայց ինչու է հիմա հրապարակվում եւ դա կապվում գործող իշխանության հետ նաեւ։ Հարցերից մեկը այն է, որ դա տղեկ ասեմ ձեռնտու է իշխանություններին, որ հիմա հրապարակվի, բայց չես էլ կարող ասել իրենք են հրապարակել։ Ընդհանուր, քանի որ այսպես սպեկուլյացիաների դաշտ չմտնենք, իրավական առումով սա սխալ է, բայց միևնույն ժամանակ այդ անձնավորությունը նաեւ պիտի խոսի, թե որ ժամանակաշրջանում է կատարվել անօրինական տեսանկարահանումը։ Սա մեկ։ Երկրորդը բարոյական առումով կան գրված եւ չգրված օրենքներ։ Իհարկե, չնայած պետք է ասենք, որ եկեղեցական օրենքին խախտել է այդ օրենքները, այսինքն նույնը ինչպես աշխարհիկ կյանքում Նիկոլ Փաշինյանը կամ ցանկացած այլ ղեկավար խախտի սահմանադրությունը եւ ասի նորմալ է, այդ իմ խնդիրն է։ Այսինքն սա մեկ եկեղեցական օրենքները, երկրորդը բարոյական։ Գիտեք, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանության մեջ գրված չի, որ նախագահն իրավունք չունի կներեք սիրուհի ունենալ, բայց մենք հիշում ենք, որ այդ պատմությունը ըստ էության պաշտոնաթողության առարկա էր դառնում